Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Գաբրիելյան, ենթադրում եմ, որ հետևում եք վերջին շրջանում քաղաքական որոշակի իրադարձությունների, այսպես որոշ դերակատարների, ավելի ճիշտ կատարման պետք թվում, տեսեք, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին իր ասուլիսի ժամանակ արեց արտահայտություն, որը ոչ շատ այսպես միանշանակ ընկալվեց հանրության կողմից, խոսք վերաբերում էր թրիփին եւ պարոն Քոչարյանը խոսելով այդ ծրագրի մասին ասաց, որ ամենադեպս իր հաշվարկներով այնտեղ տնտեսական ոչինչ չկա, կա միայն քաղաքական բաղկացուցիչ եւ այդ քաղաքական բաղկացուցչի հիմնական թիրախը Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Այսինքն ամերիկացիները խնդիր են դրել շրջափակել Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունն ըստ էության դարել է այդ գործընթացի մասնակից։ Ձեր քաղաքական ուժի նկատմամբ, այսպես ասեմ, սիրով առանձնապես աչքի չենք թողնել շրջանում անգամ, բայց այդ հայտարարությունից հետո այսպեսի մի տեսակետ էր հնչում, որ դա ըստ էության ցուցմունք է Հայաստանի Հանրապետության դեմ, եւ նաեւ հիշեցնում եմ, որ պարոն Քոչարյանը առաջին անգամ չէ նմանատիպ հայտարարություն անում, հիշեցնում եմ, որ 20 թվականի պատերազմի մասին խոսելիս 44 օրյա պատերազմի մասին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ըստ էության այդ պատերազմի պատճառը եւ դրդիչը Հայաստանն էր։ Հիմա հաշվի առնելու որ դիմացան ընտրությունները, պարոն Քոչարյանը շարունակում է պնդել, որ ինքը միակ մարդն է, որը կարող է Հայաստանին հանել այս վիճակի մասին էլ խոսենք։ Ասես ինչու է նման հայտարարություններ անում, հասկանալով երևի, որ դա բավական լուրջ արձագանք է ունենում։ Կարծում եմ պարոն Քոչարյանը նախ եւ առաջ 10 տարի աշխատելով Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնում պետք է այնուամենայնիվ տիրապետի աշխարհաքաղաքականությանը, աշխարհագրությանը, որպեսզի նմանատիպ ցուցմունքներ չտա Հայաստանի Հանրապետության դեմ, իսկ դա միանշանակ ցուցմունք է Հայաստանի Հանրապետության դեմ, բայց պատճառը կարծում եմ այն է, որ հենց նախընտրական շրջանում պարոն Քոչարյանը որքան է իրեն համարում է Հայաստանի ամենաուժեղ տղամարդը, ժամանակին միակ տղամարդը մշտապես ունեցել է խասյաթ Հայաստանի Հանրապետության վրա դրսից մարդկանց բերելու, որպեսզի ամենայն հավանականությամբ քաղաքական գործընթացներում, ներքաղաքական գործընթացներում իրեն այդ դրսից բերած մարդիկ իրեն ինչ-որ աջակցություն ցուցաբերեն, թրիփը միանշանակ է, որ տնտեսական բավականին լուրջ ծրագիր է, Հայաստանի համար մեծ հնարավորությունների ծրագիր է, որտեղ հնարավորություն է տալի Հայաստանի Հանրապետությունը դառնալ տրանսպորտային եւ տնտեսական հանգույց, չի կարող տնտեսական օգուտ չունենալ, որտեղ մի պարզ պատճառ կա Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքաշրջանառություն է տեղի ունենալու մի քանի երկրի միջև, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության, որովհետև ենթադրվում է, որ Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանով, Թրիփով բեռներ են գնալու դեպի Նախիջևան եւ Թուրքիա այդ թվում։ Ինչ վերաբերում է Իրանի մասին, ապա միանշանակ այդ նախագիծը չի կարող լինել Իրանի դեմ եւ դա նաեւ ապացուցում է Իրանի ղեկավարության արձագանքները Թրիփի վերաբերյալ։ Իհարկե կարող են ունենալ որոշակի մտահոգություն Իրանի ղեկավարները, ինչը որ բավականին բնական է հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, բայց միանշանակ ինձ համար, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Իրանի իշխանությունների եղած կամ չեղած մտահոգությունը կարողացել են փառատել Թրիփի վերաբերյալ։ Տեսեք, Թրիփը էլի պարոն Քոչարյանին պիտի հղում անեմ, ինքը բավական տարօրինակ բան ասեց մի հատ տեսեք հարավային Կովկասի երկրների հետ Միացյալ Նահանգների արտաքին առևտրաշրջանառությունը ինչքան է, այդ դեպքում դուք կհասկանաք, որ հաշվի առնելով շատ փոքր տոկոսը արտաքին առևտրաշրջանառության Միացյալ Նահանգների, կհասկանաք, որ այստեղ տնտեսական որևէ լուրջ շահագրգռվածության մասին խոսք լինել չի կարող, իհարկե պարոն Քոչարյանը մոռացավ հիշատակել, որ կենտրոնական Ասիայից էլ են բեռներ գալու գնալու այնտեղ ոչ մի Դա հենց խոսք այն մասին է, որ պարոն Քոչարյանը զբաղեցնելով Հայաստանի ղեկավարի պաշտոնը այնուամենայնիվ չի դերապետում
աշխարհակաղակականությանը եւ աշխարհագրությանը, որովհետեւ եթե Թրիպը փաստացի հայ-ամերիկյան կոնսորցիումը ղեկավարելու եւ ոնց որ Թրիպը փաստացի դուրս է գալի, որ նախագահ Թրամփի գլխավորությամբ այդ փաստաթուղթը ստորագրվել Թրիպի վերաբերյալ, դա չի նշանակում, որ պարտադիր պետք է միայն ամերիկյան ապրանքներ շրջանառվեն այն ճանապարհով։ Կա Չինաստան, կա Հնդկաստան, կա այս կենտրոնական Ասիա, նույն Թուրքիան կա, նույն Ռուսաստանը կա, այսինքն այդտեղ չի սահմանափակվելու մի երկրի շահերով, դե աշխարհին հետաքրքրող տնտեսական ճանապարհային հանգույց է Թրիպը։ Եվ ըստ էության կարծում եմ, որ ինչքան շատ խոսանք պարոն Քոչարյանի մասին, դա այդքան մեզ համար կլինի անշնորհակալ։ Չէ, այստեղ պարոն Քոչարյանի խնդիրը չի, այստեղ այն մտայնություններն են, որը պարբերաբար շրջանառվում են, ընդ որում ես ինքս հետևելով այդ ամեն ինչին հասկանում եմ այդ քամիները, որ կողմից են գալիս, պարոն Լավրովը երեք մի քանի հայտարարություն արեց, չի թողնի ինձ խաբեմ։ Հիմա, բայց տեսեք, այնուհանդերձ մինչև հիմա այդ հարցը բաց է մնում, այդ հարցը անընդհատ քննարկվում է, ենթադրում եմ դուք ձեր ներքին քննարկումներում այդ հարցերը տվել եք եւ ենթադրում եմ, որ հիմա այդ հարցի պատասխանը դուք կտաք նաեւ մեզ, ինձ։ Տեսեք, ժամանակին Ադրբեջանը ասում էր իմ քաղաքացիները, որոնք Ադրբեջանի տարածքով գնալու են Նախիջևան եւ հակառակ ուղղությամբ պիտի հայ սահմանապահի կամ մաքսավորի երես չտեսնեն։ Թրիփի համաձայնագիրը մի քիչ այդ մասին չի։ Այսինքն այն ինչ ստորագրվեց Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի եւ պետքարտուղարի մասնակցությամբ խոսում է այն մասին, որ այնտեղ գործելու են Հայաստանի Հանրապետության օրենքները, այնտեղ լինելու է front office, back office, այսինքն ընդունող կետ եւ որոշումներ կայացնող կետ, որոշումներ կայացնող կետում լինելու են Հայաստանի Հանրապետության իրավապահները եւ որոնք իրենք են որոշում կայացնելու, ստուգելու են այս բեռը, թե չեն ստուգելու այս բեռը։ Հիմա մեր երեսը չեն տեսնելու ադրբեջանցիները, թե դա կախված է լինելու, թե կասկած հարուցում են, թե չէ դրանից։ Ադրբեջանցիները այսպես թե այնպես մեր երեսը տեսնելու են, ինչպես նաեւ մենք ենք տեսնելու ադրբեջանցիների երեսը։ Ադրբեջանի իշխանությունների տվյալ մտահոգությունը առայն կամ ասենք պահանջը առայն, որ պետք է չտեսնեն հայերի դեմքը, իրականում որոշակի առումով հասկանալի է, բայց քանի որ տակը կա նաև կար այն ժամանակ քաղաքական ենթատեքստ եւ պահանջ, այսինքն դա իրանից ենթադրում էր Ադրբեջանի իշխանությունների ժամանակին հնչեցրած Զանգեզուրի Միջանցքի կոնտեքստում արտատարածքայինի, բայց հենց այդ ձեր ասած front office-ով, back office-ով բավականին բնական է, որ տասնյակ տարիներ երբ որ երկու պետություն, երկու ժողովուրդ, երկու հասարակություն փաստացի հակամարտում են իրար հետ, կարա տենց բնական մտայնություն լինի, որ կարա խնդիր լինի, երբ որ երկու նմանատիպ հասարակության ներկայացուցիչ իրար հանդիպեն, կարա խնդիր լինի եւ այդ տեսանկյունից առաջնային փուլում կարծում եմ բավականին բնական է, որ այդ front office եւ back office-ի շրջանակում այդ պրոյեկտը աշխատացվի, բայց միանշանակ է եւ աներկբա, որ Թրիպը պետք է աշխատի բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրության ներքո եւ պետք է Թրիպի վրա տարածվեն Հայաստանի Հանրապետության օրենքները եւ այն ինչ տեղի ունենալու Թրիպ մտնելիս դուրս գալիս եւ Թրիպի շրջանակներում միանշանակ պետք է լինի Հայաստանի Հանրապետության իշխանությունների, կառավարության եւ իրավապահ համակարգի վերահսկողության ներքո։ Այդ դեպքում ավելի բնական չէ լինի, եթե դա նույնիսկ եթե այդպես է լինելու, լիներ փոխադարձության սկզբունքով, որովհետեւ տեսեք, եթե մենք հիմա խոսք է գնում այն մասին, որ կարող է վերականգնվի, ասենք ագարակ երաս Նախիջևանով անցնող այդ հատվածը եւ երկաթգծային եւ ճանապարհային, այսինքն նաեւ ենթադրվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ասենք մի քիչ ճանապարհը կրճատելու համար օրինակ կարող են Մեղրիից կամ ագարակից Նախիջևանի տարածքով գալ էլի Հայաստանի Հանրապետության տարածք։ Այդ դեպքում փոխադարձության սկզբունքը աշխատելու է թե ոչ։ Միանշանակ պետք է փոխադարձության սկզբունքը աշխատի, բայց այնուամենայնիվ Թրիպի շրջանակում մեր պայմանավորվածությունները մի քիչ ուրիշ են եւ փոխադարձության սկզբունքը տվյալ պարագայում լինել է դա, եթե ձեր ասած այդ երկաթգծի հատվածը աշխատի, որ այո Նախիջևանի տարածքով պետք է այդ տարածքի վերահսկողությունը իրականացնեն Նախիջևանի իշխանությունները,
Ինչու ոչ, նաև հույս ունենք, որ ապագայում նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի Հանրապետության համար ալենտրանքային ճանապարհներ են բացվելու դեպի Ռուսաստան, նույն Ռուսաստանի Դաշնություն, որտեղ որ էլի ենթադրվում է այդ փոխադարձության սկզբունքը, որտեղ օգոստոսի 8-ի փաստաթղթի հիմքում ընկած է հենց փոխադարձության սկզբունքը։ Եվ process-ը ի վերջո process-ը կարծում եմ եւ վստահ եմ, որ բերելու է նրան, որ անգամ կգա ժամանակ, երբ որ սկզբնական փուլում այդ back office, front office-ը ձեր ասած որը որ կա առաջնային եւ երկրորդային գրասենյակի ընդունող կողմի սկզբնական շրջանում բավականին տրամաբանական եւ բնական բան է, բայց իհարկե միանշանակ ենթադրում է, որ ապագայում այդ հարաբերությունները պետք է կարգավորվեն բացառապես երկու երկրների համապատասխան աշխատակիցների միջոցով։ Վերադառնանք ներքաղաքական գործընթացներին, տեսեք, դիմաց ընտրություններ են արդեն հիշատակեցինք այդ մասին եւ ձեր քաղաքական ուժի քաղաքացիական պայմանագրի հիմնական թեզը արդեն ուրվագծված է, այսինքն ժողովուրդը եկեք մեզ ընտրեք, որ լինի խաղաղություն, հակառակ դեպքում իշխանության կգան պատերազմի կուսակցության ներկայացուցիչները կամ կուսակցությունների, չգիտեմ։ Հիմա այս հարցը ինձ հանգիստ չի տալիս։ Դուք վստահ եք, որ քաղաքացիական պայմանագրի էլի մեծամասնություն կազմելու դեպքում պատերազմը բացառվում է։ Մենք ցանկացած պարագայում պատերազմները որպես այդպեսին աշխարհում չեմ կարծում, որ կարող է գտնվել այդպես քաղաքական գործիչ, որը լիարժեք կբացառի։ Մենք օգոստոսի 8-ից ունենք խաղաղության գործընթաց, մենք համարում ենք, որ խաղաղությունը հաստատված է եւ մինչ օրս փաստացի Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների շրջանակներում մասնավորապես այնց տեխնիկական, մեխանիկական երկու երկրների միջև փոխհարաբերությունները պնդում են այն մասին, որ գործընթացը շարունակական է, գնում է այդ խաղաղությունը պետք է, այսպես ասած, գուրգուրել, պահպանել, ինստիտուցիոնալացնել այդ խաղաղությունը, պատերազմի ռիսկ կարող է միշտ լինել, բայց պատերազմի ռիսկերը կարելի է վերահսկել, զսպել եւ մենք միանշանակ վստահ ենք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր իրական Հայաստանի գաղափարախոսությամբ Հայաստանի Հանրապետությունը տանում է դեպի երկարատև, երկարամյա խաղաղություն, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր հարևանների հետ ունենալ է փոխադարձաբար բարեդրացիական հարաբերություններ եւ մենք մեր հարևանների հետ, այդ թվում նաեւ հասարակությունների մակարդակով պետք է հասնենք այն պահին, որպեսզի հասարակական մակարդակում այդ հարաբերությունները լինեն փոխադարձ բարեդրացիական երկրները տարածաշրջանի, այդ թվում նաև Թուրքիան եւ Ադրբեջանը միանշանակ կարող են պնդել, որ շահագրգռված են, որպեսզի Հայաստանի Հանրապետության հետ ունենան բարեդրացիական հարաբերություններ, որովհետեւ մեր տարածաշրջանը կարող է լիարժեք, այդ թվում նաև տնտեսապես զարգանալ միայն այն պարագայում, երբ որ տարածաշրջանում լինի լիակատար խաղաղություն։ Այդ դեպքում, լավ, հարցս հակառակ կողմից տամ։ Ինչու եք վստահ, որ քաղաքական ձեր հակառակորդները ձգտում են պատերազմ։ Որովհետև քաղաքական մեր հակառակորդները, ինչպես ասեցի, մեր վերլուծությամբ եւ մեր միանշանակ համոզմամբ չեն տիրապետում կրկնվեմ էլի աշխարհագրությանը, չեն տիրապետում։ Լավ, այդ մեկը չի տիրապետում, մյուսներն է մեծ մասամբ, բայց այստեղ խնդիրը հետեւյալի մեջ է։ Իսկ ինչ են ասում մեր քաղաքական հակառակորդները, ինչ օրակարգ քաղաքական իրենք ունեն, որը որ իրագործելու են այն պարագայում, երբ որ ենթադրենք իրենք գան իշխանության։ Ես ոչ թե որպես քաղաքացիական պայմանագրի կուսակցության վարչությունատան, որպես քաղաքացի մինչ օրս որքան որ հետևել եմ մեր քաղաքական հակառակորդների խոսույթին, չեմ տեսել որևէ քաղաքական օրակարգ, որը որ ենթադրյալ իշխանափոխությունից հետո այդ քաղաքական ուժերը պատրաստվում են իրագործել։ Միաժամանակ մեր քաղաքական հակառակորդները փաստացի իրենց քաղաքական խոսույթով, որը որ հիմնականում օգտագործվում է հենց ներքաղաքական նպատակներով եւ բացառապես մեր հանրության էմոցիաների հետ զգայուն լարերի հետ խաղալու համար, չի կարող նպաստել նրան, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա այն խաղաղության գործընթացի հիմքը, որը որ դրվել է օգոստոսի 8-ին, տանել շարունակաբար եւ դա բազմաթիվ մեր քաղաքական հակառակորդների խոսույթով փաստացի ապացուցվում է, բայց ելի եմ ասում, այդ խոսույթը իրանից որպես այդպեսին քաղաքական օրակարգ
որը որ ենթադրյալ իշխանափոխությունից հետո մեր քաղաքական մրցակիցները պատրաստվում են իրագործել, իրենից չի ներկայացնում։ Դա էլի տենց շուտ էմոցիոնալ, զգայուն լարերի վրա հանրության խաղալու մակարդակի խոսույթ է, այն էլի տենց, որը որ փաստացի Հայաստանի Հանրապետությունը պահում է նախորդ շրջանի մշտական հարևանների հետ բացասական, ինչու ոչ նաև թշնամական հարաբերություններ ունենալու։ Տեսեք, սոցիալական հարթակներում ես երբեմն ժամանակ առ ժամանակ այսպես տեսնում եմ այդ վեճերը փոխադարձ մեղադրանքներով ձեր համակիրները նրանց ասում են դուք ուզում եք պատերազմ, այն մյուսները ասում են եթե մենք ասում ենք որ արցախահայերը պետք է վերադառնան իրենց բնորան, ինչն է այդտեղ պատերազմի տանում։ Վերջին 10 Արցախից վերջի 10 հայերը մի քանի օր առաջ դուրս եկան այնտեղից եւ պատմության մեջ առաջին անգամ, եթե ես չեմ սխալվում, Արցախում ոչ մի հայ չի մնացել։ Հիմա մարդիկ ասում են, մենք ասում ենք, այդ մարդիկ իրավունք ունեն վերադառնալու, դուք ասում եք դուք տանում եք պատերազմ։ Իդեպ ստեղ մի հատ հետաքրքիր պահ կա, շատ ինչ որ չափով կարող եմ ասել զարմանալ է երևի թե մեր ենթադրյալ քաղաքական մրցակիցները ինչու են դա հիշել մոտակ, եթե չեմ սխալվում, մոտակա 6-7 ամիսն է այդ խոսույթը սկսվել քաղաքական ուժերի կողմից, որոնք որ խոսում են Արցախահայերի վերադարձի մասին, բայց այդտեղ ինձ թվում է պետքա այդ խոսույթի մանրամասների մեջ խորանալ, երբ որ իրենք ասում են վերադարձ, ինչ նկատի ունեն, վերադարձ ինչ պայմաններում, ինչ կարգավիճակում, Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարող ուժը միանշանակ եւ աներկբա ճանաչել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ այո ներկայումս Արցախահայերի վերադարձի հարցը երբ որ բարձրացվում է նման կերպ եւ եթե բարձրաձայնվի այդ թվում նաեւ կառավարող ուժի կողմից խաղաղության գործընթացին ներկայումս որևէ բանով չի նպաստում նույն ձև ոնց որ օրինակ Հայաստանի Հանրապետության համար ընդունելի չէ Ադրբեջանի իշխանությունների հայտնի օրակարգը վերադարձի, որը որ բարձրաձայնում եմ Ադրբեջանի իշխանությունները դա չի տանում դեպի կոնստրուկտիվ դաշտ մեզ ներկայումս դա տանում է դեպի ավելի շատ խնդիրներ մեր համար ստեղծելուն եւ այդ կոնտեքստում նախ եւ առաջ պետք է մեր հարևան երկրի հետ կառուցել բարեդրացիական հարաբերություններ փոխվստահության, այո, ինչու ոչ նաև հարաբերություններ, որոնք որ հնարավորություն կտան երկու երկրների ներկայումս առնվազն կառավարչական մակարդակում ստեղծել կապեր, հետագայում արդեն մտածել հանրությունների բարեդրացիական հարաբերություններ ստեղծելու համար եւ ինչ վերաբերվում է կրկին վերադարձի իրավունքին, որը որ քաղաքական մրցակիցները մեր բարձրացնում են, դա հերթական անգամ, ես դա միանշանակ պնդում եմ, դա արվում է բացառապես մեր հանրության այդ էմոցիոնալ զգայուն լարերի վրա խաղալու եւ ինչ որ քաղաքական դիվիդենտներ շահելու, որը որ նաեւ ինձ համար էլի միանշանակ է, որ որևիցե որպես այդպեսին դրական առումով քաղաքական դիվիդենտ չի բերելու, քանի որ մեր հանրության համար ներկայումս այդ խոսույթը այդքան է ընկալելի չի, որը որ վերաբերվում է վերադարձին։ Լավ, եկեք խոսենք ռացիոնալ ինչ որ բաներից, տեսեք, Ադրբեջանը իր բնույթով պետություն է, որը հաշվի է նստում միայն ուժի հետ։ Չի քննարկվում, հա, որտեղ մենք խոսում ենք քաղաքակիրթ ինչ որ տարբերակների մասին, բայց մինչև ինքը չի իմանում, որ իր հետ բանակցողը առնվազն իրեն հավասար չի, ինքը այդպես անընդհատ փորձել է ուժի դրամաբանությամբ գնալ։ Հիմա մենք ամիսներ առաջ խոսում ենք բանակի կերպափոխումից, բարեփոխումներից, որոնք այնտեղ ընթանում են։ Հիմա արդեն ձեր այս բան նախկին գործընկեր ձեր Արմեն Խաչատրյանը հանրային ռադիոյի եթերում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարժվում է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ուղղությամբ 20-25 հազար մոտավորապես թվականակով։ Հիմա այդ թվականակը արդյոք բավարար է լինելու ոչ միայն Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը ապահովելու համար, այլև նրա համար, որ Ադրբեջանը հաշվի նստի Հայաստանի Հանրապետության կարծիքի հետ, ինչի եմ ասում հաշվի նստի, որովհետև եկեք չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Այնուամենայնիվ պատերազմական իրավիճակում պետք է արտադիր այդ շեշտադրումը անեմ,
անվտանգության եւ պաշտպանության ֆունկցիան միայն բուն բանակի այդ պայմանական ասած 25000-ի գործառույթը չէ, անվտանգությունը եւ պաշտպանությունը դա ամբողջ պետության գործառույթ է, որտեղ որ հենց այդ մեր նշված բուն 25000-ը գործառույթով այդ համաշխարհային ստատիստիկա է իրականում, էլի դա 10-15%-ն է, 10-15%-ն է իրականացնում 85%-ը երկրի պաշտպանության եւ անվտանգության իրագործում է պետությունը, պետական կառույցները եւ շատ կարեւոր եւ առանցքային դեր ունի նաեւ հանրությունը, որպեսզի պայմանական X թիվը զինված ուժերի լիարժեք կարողանա զսպի այն մարտահրավերները, որը կարող է լինել մեր հանրապետության համար, մեզ այստեղ 25000-ը կարող է, 50000-ը կարող է չերիքի, 100,000-ն է կարող է չերիքի, այստեղ մենք նախ եւ առաջ պետք է մեր հանրության տոկունություն, դիմադրողականություն եւ պաշտպանունակությունը բարձրացնենք, այդ ուղղությամբ հենց զինված ուժերը եւ պաշտպանության նախարարությունը մեծ աշխատանք են կատարում, միանշանակ այդ աշխատանքի մեջ կան որոշակի թերացումներ եւ բացթողումներ, բայց այդ տեսանկյունից մեր որպես կառավարող ուժի լավ կողմը հենց նա է, որ բացի նրանից, որ մենք ինքներս ենք կարողանում մեր բացթողումները եւ թերությունները տեսնել, մենք նաեւ լսում ենք հանրությանը եւ այն մարդկանց, որոնք որ օրինակ գործընթացներից մեկը որն է ներկայումս դա այդ պայստազորի վերապատրաստման մասնավորապես 25-օրյա հավաքների միջոցով լավ բան է, միանշանակ լավ է, ունի իր թերությունները, միանշանակ ունի, ես բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնք գնաց են մասնակցել են, գալիս են, ես պարզա որպես նախկին ազգային ժողովի падգամավոր պաշտպանության եւ անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի անդամ, որ պետք է հետաքրքրվեմ ինչ լավ բան կա, ինչ վատ բան կա, դրանով միանշանակ կիսվում ենք եւ դա միանշանակ ես ինքս որպես քաղաքական ուժի անդամ, որպես պաշտպանության նախարարի թիմակից փոխանցում եմ պաշտպանության նախարարին, դե ամեն ինչը հաշվի է առնվում եւ մենք այդ ուղղությամբ աշխատանք կատարում ենք, բայց վերադառնալով ձեր հարցին, խնդիրը ստեղ զինված ուժերի քանակը չի, խնդիրը նախ եւ առաջ ամբողջ պետության եւ հանրության դիմադրողականության, տոկունության եւ պաշտպանունակության խնդիրն է, որի ուղղությամբ իրականում շատ մեծ աշխատանք ունենք անելու, որը որ անում ենք ներկայումս, բայց դա այդտեղ մի կետ չկա, որ կարան գանք հասնենք մի կետի եւ ասենք այլևս այս ուղղությամբ աշխատանք չունենք անելու, դա անդադար դինամիկ process է։ Այդ դիմադրողականության բարձր աստիճանի նախադրյալներից մեկը նաև համախմբվածությունն է, չէ՞ որ հանրությունը պիտի համախմբված լինի։ Հիմա ձեզ անընդհատ պարբերաբար մեղադրում են նրա համար, որ դուք անում եք ճիշտ հակառակ, դուք պառակտում եք հանրությունը։ Ձեզ մեղադրում են եկեղեցու դեմ հարձակումների համար, ձեզ մեղադրում են ավտորիտար եղանակներով պետության կառավարման համար, քաղաքական հետապնդումների, քրեական գործերի եւ այլն եւ այլն։ Այսինքն ըստ էության նաև արդեն այսպես սկսել է օգտագործել տոտալիտարիզմ, այսինքն տոտալ վերահսկողություն, տոտալիտարիզմ տերմինը։ Ավտոտալիտարիզմի եւ տոտալիտարիզմի մասին խոսելիս ձեր մատնանշած կոնտեքստում եկեղեցի քաղաքական մրցակիցներ կարծում եմ տեղին կլիներ մեզ այդպես մեր ուղղությամբ նմանատիպ մեղադրանք հնչեցնել այն պարագայում, երբ որ բոլոր այն ակտորները ձեր նշվածում այդ խնդիր ունենք, բացառապես բոլորը նստած լինեին բանտերում շինծու քրեական գործերով։ Բոլորը, անխտիր բոլորը եւ փաստացի քաղաքական դաշտում կմնար միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, մենք էլ գուցե տենց ֆոնը ստեղծելու համար ունենենք 1-2 հատ այլ քաղաքական ուժ եւ ըստ այդմ այդ մեղադրանքները զուրկ են հիմնավորումից, անտեղին են, շինծու են, որովհետեւ մեր բոլոր քաղաքական մրցակիցները, որոնք որ կան, հա, բարբերաբար գուցե քրեական գործեր են հարուցվում, բան, բայց իրավական գործընթացներ են եւ մենք սկիզբը սկսել ենք կարելի ասել հայտնի մեր քաղաքական մրցակցից Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, որը որ իդեպ նույն հանրության մեծամասնությունը մեզ բազմիցս մեղադրում է նրանում եւ անդադար որ ինչու Ռոբերտ Քոչարյանը մինչ հիմա մեղադրական վճռով բանտում նստած չէ։ Ինչը որ փաստացի մեր արդարադատության համակարգի, մեր իրավապահ համակարգի բացթողումն է, բայց եթե լիներ Հայաստանի Հանրապետությունը ավտորիտար
հանրապետությունը, որը մի մարդու ձեռքի հարվածով սեհանին խնդիրներ է լուծում առանց խորանալու իրավական հիմքերի մեջ, կարծում եք Ռոբերտ Քոչարյանը վաղուց բանտում չէր լինի։ Երկար մեղադրական ժամկետով մեղադրական դատավճռով։ Կարծում եմ միանշանակ կլներ, եթե լինեին ավտորիտար։ Ինչ-որ ժամանակ եղավ, հետո փոխվեց իր խափանման միջոցը, բայց էլ եմ ասում, Ռոբերտ Քոչարյանի Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը ճանաչում է եւ կարծում եմ, թե երկրորդ կարծիք մեր հանրության մեծամասնության մոտ չի կարող լինել, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է բանտարկված լինի։ Իսկ դու չեք կարծում, որ միտում կա, երբ մարդկանց մեղադրանքներ են առաջադրում, հետո պարզվում է, որ դատարանում այդ մեղադրանքները վաղեմության ժամկետը արդեն անցել են, եւ եթե անգամ մեղադրական դատավճիռ է հրապարակվում, ոչ մի հետևանք չի լինի։ Ես միտում չեմ ասի, բայց ես միանշանակ կասեմ, որ այո, մեր իրավապահ համակարգը, մեր արդարադատության համակարգը բազմաթիվ խնդիրներ ունի մինչ այս եւ անգամ եմ բազմաթիվ բարեփոխումների շրջանակում, որը որ ներկայիս կառավարող ուժ 2018 թվականից հետո իրագործել է, այդ ուղղությամբ շատ մեծ աշխատանք կա տանելու, որպեսզի մենք ստանանք այնպիսի իրավապահ եւ արդարադատության համակարգ, որտեղ որ մեր հանրության մոտ այդ արդարության պահանջը լինի իր ցանկալին հավասար, որտեղ պետք է կրկնվեմ, էլի ես միանշանակ պնդում եմ, որ մեր հանրության մեծամասնությունը մեզ մեղադրանքներից մեկը հենց նա է անում, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը մինչ օրս մեղադրական դատավճռով կալանավորված չէ։ Եվ դա մեզ համար խնդիր է, բայց դրա էլի միտում բառը չեմ ասի, բայց կա լրջագույն խնդիր է տեսանկյունից իրավապահ եւ արդարադատության համակարգի մեջ։ Այսինքն այդ խնդիրները այնքան մեծ էր, որ իշխանության 8 տարվա ընթացքում դրանք լուծել հնարավոր չեղավ, հիմա դուք խնդրում եք, որ ձեզ եւս 5 տարի ժամկետ տան։ Այդ խնդիրները իսկապես այդքան մեծ են եւ ընդհանրապես մեր պետության գրեթե բոլոր ինստիտուտները ունեն նմանատիպ խորքային խնդիրներ։ Ինձ որ հարցնեք, օրինակ, ունենք մենք տենց մի այնպիսի ինստիտուտ, որը որ լիարժեք իր պարտականությունները, իր ֆունկցիան կատարում է, ես միանշանակ կպնդեմ, որ ոչ, գոյություն չունի եւ այո, դրա համար պետք է եւս 5 տարի ժամանակ, որպեսզի կառավարող ուժը այդ ինստիտուտներում իրագործված բարեփոխումների շնորհիվ այդ ինստիտուտների հիմքում դնի այնպիսի հիմքեր, որպեսզի ինստիտուտները աշխատեն համակարգային, ոչ թե անձերով պայմանավորված։ Հիմա քանի որ այսպես մոտենում ենք արդեն մեր զրույցի ավարտին, վերջին, տեսեք, վերջին շրջանում այնքան է օգտագործվել ընդ որում այդ հիբրիդային հարձակում պատերազմ այդ տերմինը, որ արդեն սկսել է իմաստազրկվել, մեմի է վերածվել։ Դե խոսքը տես բան ունակություն ունի, որ շատ էս ասում իր ուժը կորցնում։ Հա, հիմա տեսեք, մի այսպես խումբ գնում է ընտրությունների, այդ թվում նաև դուք քաղաքական ուժերի խումբ նկատի ունեմ։ Եվ բնականաբար նույնիսկ անկախ արտաքին միջամտություններից դա ստեղծում է տեղեկատվական աղմուկ։ Հիմա այդ տեղեկատվական աղմուկին բնականաբար արդեն ավելացել է հավելյալ աղմուկ, որը գալիս է դրսից եւ որից հանրությունը ուղղակի սկսում է աստիճանաբար խելագարվել։ Մեղմ եմ ասում, որովհետեւ ֆիլտրել դա հնարավոր չի պերմանենտ աղմուկի մեջ, չընդհատվող աղմուկի մեջ ապրող հասարակության հետ ամեն ինչ չի որ կարող է նորմալ լինել ու չպիտի նորմալ լինի։ Ինչ է կանելու այդ աղմուկը մի քիչ նվազեցնելու ուղղությամբ։ Այդ աղմուկը մի քիչ նվազեցնելու ուղղությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընտրություններին հանդես է գալու իր քաղաքական ծրագրով, որը հիմնված է լինելու իրական Հայաստանի գաղափարախոսության հիման վրա, մենք հանրությանը ներկայացնելու ենք մեր արած գործերը, մեր հանրությանը ներկայացնելու ենք այդ թվում նաև մեր չարած գործերը, որոնք որ պետք է անենք եւ ինչ-ինչ պատճառներով սուբյեկտիվ եւ օբյեկտիվ չեն կարել, մենք նաև հանրությանը ներկայացնելու ենք ամ բոլոր անելիքները, որոնք որ ապագայում անելու ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ինքնիշխան, բարեկեցիկ եւ անվտանգ երկիր մեր քաղաքացիների համար։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։